Ռուսաստանում պարզել են, թե որ երկրներն են ամենաշատը շահել ռուսական սպառողական շուկայից Հայաստանի արտադրողների հեռացման արդյունքում։ Պարզվում է ամենաշատը շահած պետություններից է Ադրբեջանը։ Թեմայի շուրջ կզրուցենք Արտյոմ Երկանյանի հետ։ Արտյոմ, ինչպես է Ադրբեջանը օգտվում Հայաստանի առջև առաջացած առևտրային պատնեշներից։ Ռուսաստանյան ակցենտի վերլուծական կենտրոնը հետազոտություն է անցկացրել, այսինքն զեկույց է պատրաստել պետական գերատեսչություններից մեկի պատվերով եւ փորձել է հասկանալ, թե որ երկրների արտահանողներն են ավելի շատ զբաղացրել այն տեղը Ռուսաստանի սպառողական շուկայում, որը լքել են հայ արտահանողները Ռոսսելխոզնadzորի հայտնի սահմանափակումների արդյունքում։ Եվ պարզել են, որ ամենաշատը շահել են Ադրբեջանի եւ Վրաստանի արտահանողները։ Ադրբեջանցիները շատ օպերատիվ կերպով կողմնորոշվել են եւ սկսել են Ռուսաստան մատակարարել հենց այն գյուղատնտեսական ապրանքները, որոնք մինչ այդ Հայաստանն էր մատակարարում։ Դե լոգիստիկ որևէ խնդիր իրենք չունեն, ընդհանուր սահման ունի Ադրբեջանը Ռուսաստանի հետ ի տարբերություն Հայաստանի, ընդ որում Դաղստանի սահմանում կա 3 անցակետ եւ այնտեղ չեն լինում այն խցանումները, որոնք շատ հաճախ տեղի են լինում են Վերին Լարսի անցակետում եւ արդյունքում հունվարից մինչեւ հունիս ընկած ժամանակահատվածում վիճակագրության համաձայն Ադրբեջանի արտահանողները ավելի քան 3%-ով ավելացրել են ապրանքաշրջանառությունը։ Բայց նշեմ, որ այդ առևտրային պատնեշները Ռոսսելխոզնadzորը սկսել է մայիսին, այսինքն կարող ենք ենթադրել, որ իրականում այս պահի դրությամբ շատ ավելի շատ է աճել Ադրբեջանի արտահանումը։ Բայց ամենաշատը հենց ագրարային սեկտորին է վերաբերում այս աճը, ինչը միանգամայն տրամաբանական է։ Օրինակ մասնավորապես լոլիկի արտահանման ծավալները զգալիորեն աճել են 164 միլիոն դոլարի հասնելով, ինչը 10%-ով ավելի շատ է, քան անցած տարվա նույն ժամանակահատվածում։ Կորիզային կուլտուրաների, մասնավորապես ծիրանի ծավալներն են զգալիորեն աճել։ Խնձորի վաճառքից ձևավորված շահույթը աճել է 5.5%-ով, բայց ամենաշատը աճել է ադրբեջանական ձկան արտահանումը ռուսական շուկա, մոտ 43%-ով։ Հանքային ջուրը նույնպես 14%-ով է աճել եւ այլն եւ այլն։ Եվ ինչն է հատկանշական, ադրբեջանական գյուղատնտեսական ապրանքների ֆիտոսանիտարական նորմերը եւ այդ ցուցանիշները երբեք այսպես փայլուն չեն եղել, բայց Ռոսսելխոզնadzորին այդ ամենը չի հետաքրքրում, հեշտությամբ եւ հաճույքով սպառում են ադրբեջանական արտադրանքը, ավելին նույնիսկ ընդգծելով, որ Հայաստանից փոխարեն հենց ադրբեջանական արտահանողներն են այդ տեղը զբաղեցնում։ Ադրբեջանից բացի էլ որ երկրներն են շահել։ Շահել են, այսինքն այդ տեղը նաև այսպես փորձում են զբաղեցնել Թուրքիայի, Չինաստանի, Եգիպտոսի եւ Ուզբեկստանի արտահանողները, բայց արժի հատուկ ուշադրություն դարձնել Վրաստանի վրա, որը նույնպես շատ է շահել այդ ամենից, մասնավորապես կերասի ու բալի այդ ծավալներն են զգալիորեն ավելացել եւ ոմանք Ռուսաստանում կարծում են, որ Վրաստանը նաեւ ռեէքսպորտով է զբաղվում, թեև Վրաստանի էկոնոմիկայի նախարարը դա միանգամայն հերքում է, կարող է նաեւ տեղյակ չլինել նախարարությունը։ Ամենայն դեպս մի շատ հետաքրքիր հանգամանքի վրա արժի ուշադրություն դարձնել, մասնավորապես վիճակագրական տվյալների համաձայն Վրաստանը այս տարի պատմական ռեկորդ է սահմանել իշխան ձկան արտահանման ծավալներով։ 9 անգամ աճել է Վրաստանից Ռուսաստան իշխան ձկան արտահանման ծավալները։ Ոմանք պնդում են, որ Վրաստանում պարզապես այդքան իշխան չի աճեցվում եւ ենթադրություն կա, որ դա իրականում ամենևին էլ վրացական իշխանը չէ, բայց դա ապացուցել շատ դժվար է։ Ինչպես օրինակ դժվար է ապացուցել, որ Ադրբեջանից Եվրոպա մղվող գազը իրականում ադրբեջանական չէ, այլ ռուսական է։ Մի դեպքում Ռուսաստանը շահում է, այս դեպքում Ռուսաստանը իբրև թե տուժում է, թեև իրականում Ռուսաստանին իշխան է պետք, Ռուսաստանը իշխանը ստանում է։ Իսկ արդյոք տեղեկություն, թե որքանով է նվազել Ռուսաստանի ու Հայաստանի միջև ապրանքաշրջանառությունը։
Հասանելի են վիճակագրական տվյալները հունվարից մինչև մայիսի վերջ ընկած ժամանակահատվածում, բայց գիտենք, որ Ռոսելխոզնadzորի սահմանափակումները մայիսին նոր սկսել են կիրառվել, բայց արդեն այդ հայտնի հատվածում մոտ 20%-ով նվազել է Ռուսաստանի եւ Հայաստանի միջև ապրանքաշրջանառության ծավալը։ Մայիսից հետո կարծում եմ շատ ավելի շատ է աճել։ Այսինքն այս տվյալները թույլ են տալիս նկատել, որ մինչև Ռոսելխոզնadzորի վերջին սահմանափակումները արդեն ակնհայտ տենդենս կար Ռուսաստանի եւ Հայաստանի միջև ապրանքաշրջանառության ծավալների նվազման։ Եվ այդ տենդենսը նկատվում է արդեն մի քանի տարի։ Օրինակ 25 թվականին հայտնի է, որ հայկական գյուղատնտեսական արտադրանքի արտահանման մոտ 70%-ը Ռուսաստանն էր սպառում, մինչդեռ տարիներ առաջ այդ ցուցանիշը 96%-ի էր հասնում։ Բայց ինչն է հետաքրքիր, որ ԵԱՏՄ մյուս պետությունների հետ ապրանքաշրջանառությունը Հայաստանի նույն տեմպերով շարունակում է զարգանալ։ Այսինքն Բելարուսի, Ղազախստանի ու Ղրղըզստանի հետ մենք առևտրում որևէ խնդիր չունենք եւ անգամ որոշ ավելանալու տենդենս է նկատվում։ Դե իսկ ընդհանուր արտահանման Հայաստանի ծավալները կարծես չեն փոխվում, նախորդ տարվա համաձայն նույն ցուցանիշներն են արձանագրվում, մոտ 7-9 միլիարդ դրամի։ Արտեմ, արդյոք Ռուսաստանի սպառողական շուկայում թանկացել են գյուղատնտեսական այն ապրանքները, որոնք Հայաստանից այլևս չեն մատակարարվում։ Դե իրականում Հայաստանի արտահանումը ողջ Ռուսաստանի ծավալով բավական համեստ է, օրինակ մրգի դեպքում դա ընդամենը 1,3%-ն է, բանջարեղենի դեպքում շատ ավելի մեծ է, մոտ 7%-ի է հասնում, մենք 4-րդ տեղում էինք զիջելով միայն Չինաստանին, Ադրբեջանին եւ Ուզբեկստանին, լուրջ գնաճ գրեթե ոչ մի ապրանքատեսակի դեպքում չի արձանագրվել, բացի կեռասից։ Կեռասը Ռուսաստանում իսկապես զգալիորեն թանկացել է եւ այդ թանկացումը որոշ դեպքերում հասնում է 64%-ի։ Ես կարող եմ ենթադրել, որ պատճառներից մեկը նաեւ Հայաստանի կեռասի անհասանելի լինելն է, բայց ռուսաստանցի տնտեսագետները պնդում են, որ պատճառը դա չէ, այլ Հորմուզի նեղուցում ստեղծված իրավիճակը, թե իբր լոգիստիկ խնդիրներ են առաջացել իրանական կեռասը Ռուսաստան հասցնելու համար, կարծում եմ տրամաբանական պարզաբանում չի, քանի որ իրականում Իրանից շատ ավելի հեշտ է մատակարարում կատարել Ադրբեջանի տարածքով, ինչպես եւ անում են իրանական լոգիստիկ ընկերությունները։ Ծովը այստեղ դեր չի խաղում։ Շնորհակալություն Արտեմ։